Հայաստանի համար ապա կենտրոնացված համագործակցությունը Ֆրանսիայի հետ ունի ռազմավարական բնույթ եւ կբերեմ ես մոտարապես 5 փաստարկ, թե ինչու է այդպես։ Առաջի հերթին այս համագործակցությունը նպաստում է մեր անվտանգությանը։ Տեսեք, Հայաստանի հիմնական մարզերը, այսպես Սյունիքը, Վայոց ձորը, Գեղարքունիքը, Տավուշը, հիմնական նկատի ունեն, որոնք ներգրաված են համագործակցության մեջ, սահմանամերձ են եւ բավականաչափ ունեն խոցելիություն։ Եվ այսօր մենք Սյունիքի մարզում ենք եւ այս միջոցառման կազմակերպում ենք այստեղ, սա սիմվոլիկ է նաեւ խորհրդանշանական մեր աջակցությունը, ֆրանսիական կողմի աջակցությունը Սյունիքի դիմակայունությանը եւ Հայաստանի ընդհանրապես անվտանգության խնդիրներին։ Երկրորդը քաղաքական առումով 20 թվականին 44-օրյա պատերազմից հետո 23 թվականին Արցախից Լեռնային Ղարաբաղից մեր տեղահանված բնակչության Հայաստան բնակչության տեղանված ընթացքում Ֆրանսիայի բոլոր գրեթե համայնքները ընդունեցին եւ մարզային ռեգիոնալ եւ այլ կառույցներ ընդունեցին բանաձևեր, սատարեցին հումանիտար աջակցությամբ եւ նաեւ քաղաքական լուրջ աջակցություն ցուցաբերեցին այս ամբողջ ընթացքում, երբ որ Հայաստանը ապրում էր այդ դժվարին տարիները։ Տնտեսական առումով նույնպես ապակենտրոնացված համագործակցության կարևորագույն ուղղություններից մեկն է նաև համայնքների տնտեսական կարողությունների ամրապնդումը։ Եվ կան բազմաթիվ ծրագրեր, հիմա վստահ եմ գործընկերները կխոսեն դրա մասին։ Մյուսը դա Հայաստանի Սփյուռքի ներգրավումն է նաև ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում։ Արդեն նշվեց, որ հայկական Սփյուռքը Ֆրանսիային բավականին կարևոր դեր է կատարում ինտեգրված ֆրանսիական հասարակության մեջ եւ նաեւ կան նաեւ թիմերի մեջ ներգրաված հայ ազգի գործիչներ, որոնցից ոմանք այստեղ են եւ մասնակցում են միջոցառմանը։